վարչապետ ասած է, գիտի որ հենց բացողից անմիջապես ինքը տապալվել է, դրա համար ես հույս չունեմ, որ բաց կթողնի։ որ մինչև ընտրություն բաց կթողնի։ Կարծում եք, որ ԿՊԻ-ին մրցակից որպես ուժեղ ուժ այս պահին ուժեղ Հայաստանն է։ Միայն ու միայն։ Իսկ դուք այստեղից եք եկել աջակցություն Սամվել Կարապետյանին։ Երևանից։ Իսկ այն ձայնագրությունները, որ հրապարակվեցին, դրա մասով ինչ կասեք։ Արդյոք ճիշտ էին ըստ ձեզ այդ ձայնագրությունները, թե ամեն դեպքում ինչ-որ բան կեղծված է։ Դժվար է ասել, բայց որ գաղտնալսումներ են անում առանց դատարանի սանկցիայի որոշման, դա չի կարելի, օրենքի խախտում է։ Կարող են մարդիկ երուց են տարբեր թեմաներով իրենք մտնում են ձայնագրում են։ Դա այդ ձայնագրությունները շարունակվում են, ռեպրեսիաները մեծաթիվ են դառնալու, ինչքան մոտենան ընտրության օրը։ Դա չափազանց մեծ թիվ են կազմելու։ Բայց ճնշման մի ձև է, մեթոդները մարդկանց աչքը վախեցնելու։ Դե ժողովուրդը դրան չգնա, մի չվախենա։ Եթե օրինակ որոշվի, որ Սամվել Կարապետյանի կալանքը ամեն դեպքում կերկարացվի, որպես քաղաքացի ինչ եք պատրաստում անել, որպես աջակից։ Փողոցային պայքար հեղափոխություն։ Կարծում եք կհասնեք առջև։ Բիդ այո, ժողովուրդը միանշանակ կբարձրանա, ձայնը կբարձրացնի եւ դրանով ոչ կտրվի։ Ընտրությունները հույս չունեմ։ Ընտրությունները կկեղծվեն միանշանակ։ Ինչու եք այդպես կարծում, քանի որ ներկա իշխանությունը ասում է մենք այն իշխանությունն ենք, որի օրոք արդար ընտրություններ են կայանում։ Դուք հավատում եք ձեր ասած հարցին, դուք պատասխան տվեք, ես կհամաձայնեմ։ Ոչ իհարկե։ Հայաստանում այդ ընտրությունները, այս ժողովուրդը մի քանի ճնշման ենթարկվում է, Արևմտյան Եվրոպա, Թուրքիա, Ադրբեջան, այս մի բուր ժողովուրդը կարող է դիմակայել այդ բոլորին։ Եվ ինքը ճիշտ է ասում, որ եթե ինքը չնդրվի պատերազմ կլինի, այ Ադրբեջանը հաջորդ օրը կներխուժի։ Դրա համար մեզ պետք է Ռուսաստանի երաշխավորությունը, ուժեղ երաշխավորությունը, որ նման քայլ չանեն մեր նկատմամբ։